Ողջույն սիրելիներ, ինչու ճշմարիտ հավատքը կպահանջի զոհություն։ Այսօր պիտի խորհրդածենք այս խորունկ եւ գուցե ամենադժվար ճշմարտություններն մեկուն մասին, զոհության մասին։ Ինչու է որ ճշմարիտ հավատքը կպահանջի զոհություն։ Արդյոք Աստված կվայելե մեր դարաբանքը կամ կպահանջի, որ մեզի զրկենք ամեն բանը։ Այսօր պիտի փորձենք գտնել այս հարցերու պատասխանները Սուրբ Գրքի եւ մեր հավատքի լույսի տակ։ Ինչու ճշմարիտ հավատքը կպահանջի զոհություն։ Սիրելիներ, զոհությունը քրիստոնեական կյանքի կենտրոնական թեմաներեն մեկն է, որը սկսած է Հիսուս Քրիստոսի կատարյալ զոհութենեն խաչի վրա։ Ճշմարիտ հավատքը կպահանջի զոհություն մի քանի կարևոր պատճառներով։ 1. Քրիստոսի օրինակը եւ մեղքի բնույթը։ Առաջին հերթին զոհություն ճշմարիտ հավատքի անբաժանելի մասն է, որովհետև Հիսուս Քրիստոս ինքը տվավ մեզի զոհության կատարյալ օրինակը։ Անմեղ Աստված մարդը գամավորապես զոհաբերեց իր յանքը խաչի վրա մեր մեղքերու կապության համար։ Մատթեոս 20:28 համարը գսե, ինչպես որ մարդու որդին ալ չեկավ, որ իրեն ծառայեն, հապա ծառայելու եւ իր յանքը փրկանք տվավ շատերու համար։ Մեր զոհությունը մեր մեջ կհայտնի մեղքի բնույթը։ Մեղքը ինքնակետրոն է, անիկա կուզե որ մենք մեր անձը տնենք առաջին տեղը, մեր ցանկությունները եւ մեր հաճույքները։ Իրական զոհությունը կնշանակի հրաժարիլ եսակետրոնութենեն եւ Աստծո կամքը տնել առաջին տեղը։ Սա է ապաշխարության եւ սրբացման ճանապարհը։ Իսկ երկրորդ հնազանդություն եւ սեր Աստծո հանդեպ։ Զոհությունը հնազանդության եւ սիրո վերջնական դրսևորումն է Աստծո հանդեպ։ Երբ մենք կզոհաբերենք մեր ժամանակը, մեր ունեցվածքը, մեր հարմարավետությունը կամ նույնիսկ մեր անձնական ցանկությունները Աստծո եւ իր թագավորության համար, մենք ցույց կտանք, թե որքան կսիրենք անոր եւ կվստահենք իրեն։ Հռոմայեցիս 12:1 համարը կհորդորե մեզ ասելով. «Ուստի կհորդորեմ ձեզ եղբայրներ Աստծո ողորմություններով ձեր մարմինները կենթանի, սուրբ եւ Աստծո հաճելի զոհ ընծայեցեք։ Ադիգա է ձեր բնական պաշտամունքը։ Սա կնշանակե մեր կյանքը ամբողջությամբ նվիրել Աստծո, ոչ մեր անձնական շահերուն»։ Երրորդ հոգևոր աճ եւ բնավորության գերդում։ Զոհությունը էական է հոգևոր աճի քրիստոնեական բնավորության գերդման համար։ Երբ մենք կզոհենք, մենք դուրս կգանք մեր հարմարավետության կոդիեն եւ կսորվենք ավավինիլ Աստծո զորության։ Դժվարությունները եւ զրկանքները կրնան մեզի դանիլ կամ ամրապնդել մեր հավատքի մեջ եւ գերդել մեր մեջ համբերություն, հեզություն եւ սեր։ Հակոբոսը 1:2-3 համարները գսեն. «Իմ եղբայրներ, ամեն ուրախություն նկատեցեք, երբ զանազան փորձություններու մեջ գինաք, գիտնալով ձեր հավատքի փորձը համբերություն կհարաճացնե»։ Զոհությունը փորձություն է, որը կզարգացնե մեր հոգևոր մկանները։ Ավետարանի տարածում եւ ուրիշներու օրհնություն։ Ճշմարիտ հավատքը հաճախ կպահանջի զոհություն ավետարանի տարածման եւ ուրիշները օրհնելու համար։ Քարոզիչները կզոհեն իրենց տունը, ընտանիքը եւ անձնական հարմարավետությունը Քրիստոսի լուրը հերավոր երկիրներ տանելու համար։ Հավատացյալները կզոհեն իրենց ժամանակը եւ միջոցները կարիքավորներուն օգնելու համար, ցավողներուն մխիթարելու եւ Աստծո սերը կործելով ցույց տալու։ Գաղատացիս 6:9-10 համարները գորթորեն մեզի բարի կործնելով չցանցրանանք, քանզի իր ժամանակին պիտի հնցենք, եթե չթուլնանք։ Ուրեմն, քանի ժամանակ ունենք բարի կործնենք ամենուն, մանավանդ հավատքի ընտանիքի անդամներուն։ Զոհությունը սիրո կորձ է, որը կբերե օրհնություններ ուրիշներուն։ 5. Հարստություն երկինքի մեջ եւ Աստուծո արքայություն։ Մեր Տերը Քրիստոս ինքը գոչրավ հետևորդներուն
հարստություն հավաքելու երկնքի մեջ, ուր ոչ ցեցը եւ ոչ ժանքը գաբագանեն, եւ ուր քողերը չեն մտներ եւ չեն քողնար։ Մատթեոս 6:19-20։ Այս հարստությունը կհավաքվի զոհության միջոցով։ Երբ մենք կզոհենք մեր երկրային բարիքները Աստուծո համար, մենք ներդրում կնենք հավիտենական արժեքներու մեջ։ Սա չի նշանակեր, թե Աստված կուզե, որ մենք զրկենք մեզ ամեն բանե կամ աղքատ լանք։ Ընդհակառակը, ան կգամենա, որ մենք խելամտորեն դնորինենք մեր ունեցվածքը եւ օգտագործենք զայն իր բարքի համար։ Զոհությունը կփոխե մեր սիրտը, անիկա կօգնե մեզի հեռանալու աշխարհի գումներեն եւ մեր հույսը տնելու Աստծո արքայության վրա։ Որպես եզրակացություն, սիրելի հավատացյալներ, ճշմարիտ հավատքը կպահանջի զոհություն, որովհետև անիկա Քրիստոսի կյանքի կենտրոնական օրինակն է եւ կվերապոխե մեր մեղքային բնույթը, որովհետև անիկա մեր հնազանդության եւ սիրո վերջնական դրսևորումն է Աստծո հանդեպ, որովհետև անիկա էական է մեր հոգեվոր կյանքի եւ բնավորության կերտման համար, որովհետև անիկա գոքնե մեզի դարածելու ավետարանի եւ օրհնելու ուրիշներուն, որովհետև անիկա մեզի հնարավորություն կտա հարստություն հավաքելու երկնքի մեջ եւ մեր հույսը տնելու Աստծո արքայության վրա։ Իմիջայլոց շնորհակալություն գայտնեմ բոլոր անոնց, որոնք գոժանտագեն մեր առաքելությունը եւ նաեւ գոժանտագեն Սուրիահայ գարիքավոր ընտանիքները եւ մանուկները։ Թող որ մենք չվախնանք զոհութենեն, այլ ընդունենք զայն որպես Քրիստոսի հետևորդներու գոչում։ Քանզի զոհության միջոցով մենք ոչ միայն կգործընծնենք ինչ որ, այլ կշահենք ամեն բան, հավիտենական կյանք եւ Աստուծո անսահման օգնությունը։ Ամեն։